Կարոտում եմ Արցախին։ Արցախի Ասկերանի շրջանի Սառնախբյուր գյուղից է Հայրապետյանների ընտանիքը։ 2020 թվականի Ադրբեջանի կողմից հանձնազերծած պատերազմից հետո 2023 թվականի բռնի տեղահանությունը ընտանիքին նախ Ստեփանակերտ, հետո Ղափան, հիմա էլ Գյումրի է հասցրել։ 4 անչափահասներից 3-ը բեկորային վնասվածքներ են ստացել։ Չնայած ապաքինվել են, բայց մի քանի տարի է, ինչ նվերին ու գուրգենին քնել չեն թողնում ոչ միայն պատերազմի դառը հուշերը, այլև մարմնի մեջ մնացած բեկորները։ Պատմում է Էման ու հույս հայտնում, որ մի օր կվիրահատվեն ու էլ ցավ չեն պատճառի զավակներին։ Ինչ ես ուզում դառնաս։ Ես ուզում եմ զինվոր դառնամ, որ գնամ Ղարաբաղ պաշտպանեմ։ Փող աշխատում քույրներիս համար լիք նվերներ եմ։ Ոստիկան։ Այս կիսաքարաշեն տնակում վարձով են բնակվում Հայրապետյանները, չեն բողոքում։ Պետական աջակցությունն ու նպաստը օգնում է գոյատևել, բայց այս սուղ պայմաններին հագուստ, ծնունդ, կոմունալ վճարները միաժամանակ հասցնելը գնալով բարդանում է։ Պետության տված աջակցությունը ճիշտ ասած չեմ հասցնում, երեխեք են դպրոցում գումար են հավաքում։ Ինոց մերաշոր, ակոշկա, լավավատ ախր։ Այս պետության տված աջակցությունը բարդում եմ։ Էման աշխատանքից չի խուսափում, միայն թե հիմա փոքր դուստրը 3 տարեկան է ու իր խնամքին, երբ կարողանա մանկապարտեզ հաճախել, ինքն էլ աշխատանք կփնտրի, Արցախում էլ աշխատել է, սկսած հողագործությունից։ Ազնագերս այդ քաղաքացիությունը ստանամ, տունը առնեմ, չեմ կարող քանիմ ես վարձով մնամ։ Մեկ էլ եթե կարողանան օգնեն երեխեքս, որ վիրավորված են, ոտերին 7 հատ ասկոկ է, մի ոտինա, մի քանի հատ էս մեկը, էմի տողունս ճակատնա, գլուխնա, ձեռնա, էսիկ շատ գիշերները չի քնի, ոտիս կբռնի լացի։ Մենակ օգնեն այդ հիվանդամոցի հարցերով։ Ընտանիքն այս պահին ունեցած փաստաթղթերի վերականգնման փուլում է, որպեսզի կարողանա հասցնել պետության կողմից տրամադրվող բնակարանի համար հերթագրվել։ Հայաստանի քաղաքացիության համար ես դիմում եմ տվել թղթիս համար, երեխեքն էլ ասում մամա արդեն ստե լավ է, հարմարվել ենք, ընկերներ ունենք, տունը ստեից առնենք։ Երեխեքի սրտով սեփական տուն, սեփական որ հողատարածքանալի մշակենք։ Փաստաբան Արևիկ Մուսայելյանը կամավոր սկզբունքով զբաղվում է Հայրապետյանների ու բազմաթիվ այլ արցախցիների իրավական հարցերով։ Հասարակ քաղաքացիները դիմում են փաստաթղթերի վերականգնման հարցով, ՔԿԱԳ-ը ինչ որ մի բան այնպես չեն հասկանում, ինչ որ մի բան իրանք չեն իրանց հասկանում ու այստեղից խնդիրներ առաջանում։ Մենք ավելի ուշադրություն ենք դարձնում, որպեսզի շատ շուտ այդ հարցերը լուծվի, քաղաքացիություն ստանան, որպեսզի իրանք կարողանան օգտվել այդ բնակարանային ծրագրերից, գոնե բնականի հարցով ապահովեն, որպեսզի այդ վարձավճարը տալու խնդիր չունենան։ Մինչ փաստաթղթերի վերականգնումն ու բնակարան ստանալը 4 անչափահասներն ու միայնակ մայրը բազմաթիվ սոցիալական մարտահրավերների դեմ պայքարելով կակնկալեն հայրենակիցների ու պետության աջակցությունը։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։